Ցավոք սրտի քո օրոք ես դժվար քաղաքացիներից եմ, բայց ասեմ քեզ, որ շատ քիչ է մնացել։ Քո օրերդ հաշված են։ Դու այսպես երկար չես կարող շարունակել։ Սա ինչ քաղաքական պատվեր ես դու կատարում, սա ինչ որ քո պատգամավորները Ալեն Սիմոնյանը, այնտեղ Վահագն Ալեքսանյանը ծափահարում են, հաղթեցինք, մենք հաղթեցինք, ժողովուրդը մեզ տվեց մանդատ, ժողովուրդը քեզ մանդատ չի տվել, տհաս, որ դու Արցախ ազատագրած առաջնորդներին, որ դու հայ ազգի բարերարներին ձերբակալես եւ այդ քո հորը, քաղաքական հորը Իլհամ Ալիևին ապացուցես, որ տես ես արեցի։ Գիտես Նիկոլ, դու ազգային ու պետական մտածելակերպ չունեցող մի չանձնավորություն ես։ Անձնավորություն լինելը մի ուրիշ բան է, բայց չանձնավորություն լինելը մի ուրիշ բան։ Ես ուղղակի այս տաղավարից ուզում եմ քեզ ասել, այդ որ դու այդ սպառնալիքներն բռնության կոչերը հնչեցնում ես։ Պետական այրեր, որտեղ եք, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, վերջապես բանակ, մի ենթարկվեք սրա հրամաններին, սա դուք տեսնում եք, ինչպես է, այսպես հիստերիայի մեջ, գոռալով, ջարդելով, փշրելով, եւ դու այդպես ուզում ես եւս 5 տարի բոլորիս ձերբակալես, ջարդես, փշրես, գցես բանտերը։ Հա Նիկոլ, ես տեսնում եմ 18 արդարների գործը Բագրատ Սրբազանին։ Դու այն անձնավորությանը, ով ոչինչ չխնայեց, իր ամեն ինչը դրեց Հայաստանի փրկության զոհասեղանին, դու բոլորին ահաբեկիչ ու տերորիստ ես անվանում, բայց գլխավոր երկրի թիվ 1 ահաբեկիչն ու տերորիստը դու ես քո հավաքական արևմուտքի հետ։ Երբ որ Արցախյան 44-օրյա պատերազմը տեղի էր ունենում, Նիկոլ, տղա, քեզ եմ հարցնում, եթե իհարկե դու այդ գիտելիքն ունես, որտեղ էր քո հավաքական արևմուտքը, որտեղ էր քո Ֆրանսիան, Եվրամիությունը, Ֆրանսիա, Ամերիկա, ձեզ եմ ասում, դուք տեսնում եք ինչա կատարվում Հայաստանի Հանրապետությունում եւ աչք եք փակում այս ամենի վրա։ Եթե այս նույն իրավիճակը նույն այս մի հոգավորի ասած նախկինների կառավարած Հայաստանում լիներ, անհապաղ կոչեր կանեիք, ժողովուրդ, փողոցները փակեք, դուրս եկեք պայքարի։ Բա հիմա այս ամեն ինչը ձեր կողմից նշանակված դիկտատորն է արդեն կատարում։ Իսկ ինչու ձայն չկա։ Եվրամիություն, ձեզ եմ դիմում, ձեր այդ քայլով դուք Հայաստանի պետականությունը վերջնականապես դնում եք վտանգի տակ։ Դուք դա երբեք ես չեմ տեսել իմ այս տարիների ապրած կյանքի ընթացքում, որ Հայաստանի Հանրապետությունը այս աստիճան բռնաճնշումների ենթարկվի, սա ինչ վիճակ է։ Դու ով ես, որ սպառնում ես մեր ընդդիմադիր լիդերներին ձերբակալելով, բանտարկելով, դու իրավիճակին չտիրապետող չանձնավորություն ես։ Եկեք հարգելի հայրենակիցներ, ֆիքսենք մի բան։ Այն ինչ որ մենք ասում էինք, հանրության մի ստվար զանգված, մեզ հակադարձում էր, թե Իլհամ Ալիևի օրակարգում չկա արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեմա, դուք ընդդիմադիր ուժերով մանևրում եք հասարակությանը, բայց այնինչ մենք ճիշտ էինք, մենք եւս մենք դարձյալ ճիշտ էինք, երբ որ ասում ենք ժողովուրդ, եթե հունիսի 7-ին մենք չկարողացանք հեռացնել այս ազգակործան պատոհասին, ապա կստանանք նոր պատերազմ, նոր տարածքների կորուստ, ապա դուք տեսնում եք, որ արդեն Թրամփը այդ թրիփ նախաձեռնությանը, այսպես արդեն ոտու ձեռ են ընկել, դողդողում են, այսինքն օրակարգը նույնն է, սակայն ինչ տարբերություն Թրամփը լինի այդ միջանցքի ուրեմն բանը առաջնորդը ղեկավարը, թե Իլհամ Ալիևը, նույն օրակարգն է, որ 300,000 ադրբեջանցիներին բռնաճնշումներով զանգվածաբար բերեն եւ մեր բնակարաններում վերաբնակեցնեն։ Դուք տեսեք, ցավոք սրտի ունենք այն ինչ ունենք, բայց պայքարը չի ավարտվել։
Ես այդ ամենը ինչ որ դուք ասում եք, ես դա լսում եմ եւ ապշում եմ։ Եվ օրեր առաջ կապված այս թեմայի հետ գետնանցումների տակից մեր ազգային հերոսների, զոհվածների նկարները ջնջում են։ Դա ինչ նպատակ։ Միայն մեկ նպատակ է հետապնդում, հարգելի քաղաքացիներ, մեր Ռոբերտ Աբաջյանի նկարը ջնջելով, այլ մեր զոհված հերոսների նկարները գետնանցումների տակից ջնջելով, հենց այս օրակարգն էր։ Հենց այս ադրբեջանցիների օրակարգը, քանի որ նրանք ասում են մի հատ դա ջնջի, որ ես գամ չտեսնեմ այդ պատկերները, սա էլ ջնջում է։ Եվ պետական մակարդակով ես երեք հետևում եմ լրահոսին, այդ արեմտյան Ադրբեջան կոչվող համայնքի ղեկավարը հայտարարում է, որ պետք է Հայաստանը քայլեր նախաձեռնի վերջապես, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ անվտանգ, լավ լսեք, անվտանգ եւ անխոչնդոտ վերադառնան իրենց նախնիների հայրենիք։ Լավ, հարգելի քաղաքացիներ, այս ամեն ինչը տեղի ունենում մեզ հետ ու մենք լռում ենք։ Ասենք մենք ինչու մեր օրակարգում չկա այդ նույն երանդով, ինչի մենք օրակարգ չենք մտցնում հայերի վերադարձ Արևմտյան Հայաստան, Արցախ կամ Նախիջևան։ Հա, տեսեք, դրանք էլ են մեր Արցախը, մեր դարավոր հայրենիքը պատմականորեն։ Երբ որ նա խոսում է իրական Հայաստանից, Արցախը իրական Հայաստան էր, մենք 30 տարի տեսել ենք այդ իրականությունը, մենք շոշափել ենք, մենք զգացել ենք դա ինչ է, և դարերի վեր, դա անգամ Ալեքսանդր Մակեդոնացին, երբ որ եկել է Արցախն ուզել է իրենով անել իր տիրապետության տակ, անգամ Ալեքսանդր Մակեդոնացուն չի հաջողվել, բայց Նիկոլ Ալիև տանդեմին ցավոք սրտի հաջողվեց Արցախը կալու մեջ անել և մի գիշերում Արցախի ճակատագիրը ողբերգական ավարտի հասցնել։ Ես երեք նայում եմ այդ արևմտյան Ադրբեջան այդ խորագրին, հետևում եմ, ցեք մեր բոլոր հայկական քաղաքների, գյուղերի անունները, բոլորը, իսկ դա ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է իր մասշտաբով, ադրբեջաներեն է գրած, հարգելի քաղաքացիներ։ Հիմա մի հատ բացեք Google Maps-ը, Տիգրանաշենը, գրեք Տիգրանաշեն, այնտեղ բերում է Քյարքի եւ Ադրբեջանի կարմիր օղակի մեջ առած Ադրբեջանի տարածք։ Եթե մենք այսօր դադարեցնենք պայքարը, մենք ստանալու ենք նոր կապիտուլյացիա եւ մեր պայքարը նոր է թափ հավաքում։ Ես պարոն Սամվել Կարապետյանի երեկվա հարցազրույցը տեսել եմ։ Նորից եւս մեկ անգամ պարոն Սամվել Կարապետյանին ուղիղ եթերի միջոցով իմ եւ իմ ընտանիքի, իմ գաղափարակից ընկերների անունից շնորհակալություն եմ հայտնում, պարոն Կարապետյան, Աստված բոլորիդ այնքան ուժ ու եռանդ տա, որ մենք ձեր թիկունքին կանգնենք, դուք մեր թիկունքին ու կարողանանք այս թրքահպատակ իշխանություններից օր առաջ ազատվենք, քանի որ դուք տեսնում եք, որ նա արդեն անթաքույց որևիցե թաքցնելու բան ու պատճառ չունի, ջարդելուց, կզացնելուց, Արցախի դրոշները արդեն խորհրդարանից հանելուց է խոսում։ Տեսեք, դրոշի հետ ինքը կանտուզիա է ստանում, ցնցում է ստանում, ես որպես մասնագետ ասեմ, նա երբ որ մեր Սուրբ Արցախի դրոշը տեսնում է, սենց լփլփում է ու վախից, որ Արցախը կարող է մի օր Եվ կարող է չէ մի օր նորից մենք հետ ենք վերադարձնելու, դա կլինի դիվանագիտությամբ, թե այլ ճանապարհով, բայց հետ ենք վերադարձնելու։ Նրա ահու սարսափը նրանում է կայանում, որ այստեղ ընդդիմադիր առաջնորդները հանկարծ Արցախի անուն չտան, ընդդիմադիր քաղաքացիները հանկարծ Արցախի անուն չբարձրացնեն։ Եթե այսօր Արցախի դրոշն է հանում, վաղը մեր ազգային ժողովը կլինի Մելի Մեջլիս իր թեթև ձեռքով, իր մեղսակցությամբ, ու Ադրբեջանի դրոշները դրած կլինի ընդդիմադիրներին այսպես կալանավորելով, այնտեղ կտանի իր գրպանային ընդդիմություն Արամ Զավենի Սարգսյանին, Շիրինյաններին եւ այսպես Գուրգեն Սիմոնյաններին, նրանք ընդհանրապես Արցախի հարց նրանց ձեռք չի տալիս։ Տեսեք, ինչ վերաբերվում է ուրեմն այն հարցին, որ Հաջիևը եկել էր Հայաստան, մասնավորապես Դիլիջան, երեք տեսամ, ու բոլորը հարգելի հայրենակիցներ կարող եք բացել, տեսնել, որ Դիլիջանը անգամ
Ադրբեջանի տարածք են համարում։ Նա չէր եկել է մեր սիրուն աչքերի համար։ Նա չէր եկել Նիկոլ Փաշինյանի սիրուն աչքերի համար։ Նա եկել էր Դիլիջան, այդ հրաշք չքնաղ բնությունը տեսներ, եւս մեկ անգամ ոդկա այդ հողում ամրապնդեր, որ դա իմն է լինելու, դա էլ պետք է նույնպես արևմտյան Ադրբեջան դառնա։ Նա ցավով եմ արձանագրում, բայց պետք է ասեմ, բա որ եկել էր այդ տհասներ։ Բա ինչի չտարակ եռաբլուր։ Ձեր տհասին տանեիք եռաբլուր։ Բա ինչի չտարակ ճանաչեր հայոց ցեղասպանությունը։ Դու ցույց տայք, ասեիք, մեր եւ ձեր թեթև ձեռքով են այս 5000 հայորդիները նահատակվել մեր սուրբ հայրենիքի համար։ Չէ, բայց ձեր ինչին է պետք որ դուք տանեք։ Դուք իրենց նույն օրակարգն եք գեներացնում եւ գիտեք ինչն է ամենա վտանգավորը այս ամենի մեջ, հարգելի հայրենակիցներ, երբ որ իրենք խոսում են եւ իրենց խոսքի հետ զուգահեռ Ադրբեջանն է գործում։ Սրանք խոսում են, նրանք գործում։ Ու այն որ ասում է շատ օրհասական է մեր վիճակը։ Այսօր խոսում են ձերբակալելուց ընդդիմադիր առաջնորդներին եւ վաղը խոսեն ընդդիմադիր քաղաքացիներին ձերբակալելուց, ինչու՞ չէ նաեւ արդեն հիմա սկսել են ընդդիմադիր քաղաքացի ես աշխատանքից ազատված ես, պետականամետ մտածելակերպ ունես, պետական կառույցներում տեղ չունես, որովհետեւ իրենց հարկավոր չէ հայրենասեր Նժդեհյան գաղափարախոսությունը կրող անձնավորություն, իրենց հարկավոր են այս գրպանային ինչ որ ով որ իրենց կշողոքորթի, իրենց հետ սապունվելու այս գործողությունները կանի։ Իսկ հարգելի հայրենակիցներ, մենք մեզ հարց տալիս ենք, օրինակ պարոն Սամվել Կարապետյանը երեք հայտարարեց, որ 3 ընդդիմադիր ուժերով մեծ հանրահավաք են անելու, ինչը ես ողջունում եմ, այդ հանրահավաքը լինելու է մեր հաղթանակների սկզբի բանալին, այդտեղ է լինելու մեր բանալին, ու եւս մեկ անգամ իմ կոչը ձեզ Սիրելի ժողովուրդ, հարգելի քաղաքացիներ, եկեք ոտքի կանգնենք, բանակը ջախջախված վիճակում է։ Երկիրը թալանված, ջախջախված վիճակում է։ Տնտեսությունը էլ չեմ ասում, կաթված ահար վիճակում է։ Ինչ ոնց ենք անելու։ Արևմուտքն է մեր հայկական ապրանքները առնելու, Թուրքիան թե Ադրբեջանը։ Որ Ադրբեջանից գազ են բերում, ծափահարեք, ուռա, Ադրբեջան, ասма որ Ռուսաստանը մեզ գազ չտա, դե ոչինչ, ասма Ադրբեջանից կբերենք, Իրանից կբերենք։ Չգիտեմ, հարգելի հայրենակիցներ, ես տխուր մի պատկեր եմ, մի դերմատոգրաֆիկ պատկեր է այս պատկերը, երբ որ մենք գործ ունենք Հայադավի ազգակործանի հետ։ Բա Դիլիջան էր եկել այդ Հիկմետ Հաջիևը։ Բա պիտի Դիլիջանն էլ որպես Ադրբեջանի տարածք ներառված լիներ Ադրբեջանի քարտեզում։ Դա իրենց պետական քաղաքականությունն է Արցախյան պատերազմից հետո, վերջին, մանավանդ վերջին պատերազմից հետո, չէ՞, իրենք էլ երեկել էին ինչ որ հայտարարում Հայաստանում ռևանշիստական ուժերը չպետք է գան իշխանության։ Մենք պետք է ոչ թե Նիկոլի հետ պայմանագիրը կնքենք այդ խաղաղության, այլ հայ ժողովրդի հետ, որովհետև նրանք գիտեն, որ Նիկոլը վաղ թե ուշ իշխանության չի լինելու, եւ նրանց պետք է մի այնպիսի փաստաթուղթ, որ եկող իշխանությունը չկարողանա բանակցել, բայց շտապեմ հիասթափեցնել եւ Ադրբեջանին, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չի լինելու այդպիսի բան։ Իմ կոչը հետևյալն է, հարգելի հայրենակիցներ, ինչ ուզում են ձեզ ասեն, դա կլինեն ձեր շրջապատում, իհարկե չհասկացող մարդիկ կան քաղաքականությունից, ինչը ես համարում եմ նորմալ։ Կոչս իմ հայ ժողովրդին, սիրելի, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես էլ ձեզանից որպես մեկը դիմում եմ ձեզ, չհուսահատվել, պայքարը լայն, ավելի լայն թափ է առնում, մենք այդ պայքարով եւ վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը եւ հայ լինելու ինքնությունը եւ եւս մեկ անգամ բոլոր արտաքին եւ ներքին ուժերին ասելու ենք, որ հայ ազգը դեռ կորած ու կոտրված չէ, որքան էլ դուք ուզում եք հայերին վախեցնել, ինչ որ բռնաճնշումների ենթարկել, մենք պայքարելու ենք մինչև վերջ,
Մենք բոլոր սահմանադրական ճանապարհներով պայքարելու ենք եւ ի վերջո հասնելու ենք այդ բաղձալի ազգային ազատագրական պայքարին։ Ես ինչու չեմ ասում իշխանափոխությանը, որովհետեւ սա սոսկ իշխանափոխություն չի, սա ազգային ազատագրական պայքար է, քանի որ Նիկոլ Փաշինյանից ազատվելը դա նույնն է, ինչ որ Իլհամ Ալիևից ազատվես։ Նույն ռեժիմներն են սրանք, նույն այն որ ասում են նույն սաների կտավն են այնտեղ դրած, որ ժողովուրդ ջան, խնդրում եմ, այն որ ասում են մեր բարբարավ, այսին պենտ կացիկ, հատկապես մեր արցախցի իմ հայրենակիցներին ում ասում, վ նկացած պենտ կացիկ, լոխ լավայնական։ Ու վերջում ուզում եմ խոսքս հղել Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ, դու իրավունք չունես, ջարդես, փշրես եւ բռնության կոչերով իշխանություն պահես, քանի որ դու երբ որ հայտարարում էիր, եթե ձայները գողացվել են, թող հեղափոխություն անեն, դու բանում էինք Սրբազան պայքարը հենց դրա մասին էր, բայց սահմանադրական ճանապարհով էր Սրբազան պայքարը առաջ գնում, բայց դու բռնեցիր, ջարդեցիր, հայ արյուն հեղեղեցիր Բաղրամյան պողոտայում եւ վերջում տեսանք այն, որ 18 արդարներին այսօր այս 1 տարի ուղիղ կտրվածքով դու տանում, բերում, ցավոք սրտի Սրբազանի տնային կալանքը երկարացվեց եւս 3 ամսով, բայց ես իմ Սրբազան հորնել եմ դիմում, Սրբազան հայր, շատ քիչ է մնացել, բոլորս առաջնորդվելու ենք ձեր առաջ քաշած գաղափարներով եւ ի վերջո Սրբազան հաղթանակ լինելու է, շնորհակալ եմ։